Կան իրողություններ, որ անմիջապես աչքի են զարնում իրենց տարօրինակ ու հակասական բնույթով։ Ահավասիկ, այս տարի նշում ենք հայ գրատպության 500-ամյակը։ Դատելով ամենից, տոնական խոշոր միջոցառումներ են ծրագրվել, պետական մակարդակով, շուքով, չհաշված արդեն, որ Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք է հռչակված։ Բայց կարող է երևակայել, որ դրան զուգահեռ նախատեսված ավելի ճիշտ արդեն կատարված է մի քայլ, որը հանգեցնելու է գրքի, գեղարվեստական գրքի թանկացմանը։ Մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերին փոփոխություն է կատարվել ավելացված արժեքի հարկի մասին օրենքում, ինչի հետևանքով հատկապես փոքր հրատարակչությունների թողարկած գեղարվեստական գրքերը անխուսափելիորեն կթանկանան առնվազն 20%-ով։ Սա այն դեպքում, երբ հրատարակիչներն իրենք ահա արդեն տարիներ շարունակ բարձրացնում են ոլորտը ավելացված արժեքի հարկից ազատելու խնդիրը։ Ողջույն, սիրելի ունկնդիրներ, Արմ ռադիոյի եթերում գրապահոցն է։ Շարունակենք խոսակցությունը ավելացված արժեքի հարկի եւ գրքերի գնի վրա դրա ազդեցության մասին։ Հրատարակիչների, ինչպես նաեւ գիրք տարածողների ազգային ասոցիացիաները արդեն նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Խնդրին վերաբերող հիմնական նրբությունները մեր զրույցի ընթացքում բացատրեց «Գիտանք» հրատարակչության տնօրեն Ալեքսանդր Աղաբեկյանը։ Եթե մի կողմ դնենք հուզական ընկալումները, զուտ փաստական հանգամանքներով հետևյալ պատկերն է ձևավորվում։ Նոր օրենքով փաստացի մտցված է նոր հարկատեսակ՝ հարկ ապրանքի վաճառքի ամբողջ գնից, որը աշխարհում նույնպես ունի իր անվանումը։ Դա վաճառքի հարկն է։ Այդ հարկատեսակը բացակայում է հարկերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում ներառված հարկատեսակների ցանկում։ Որևէ երկրում այդ երկու հարկերը միասին չեն կիրառվում, քանի որ դա հանգեցնում է նույն ապրանքի երկու անգամ հարկման՝ մեկը ավելացված արժեքի հարկի շղթայում, մյուսը վաճառքի պահին։ Այսպես է բացատրում իրավիճակը մեր զրուցակիցը։ Ընդհանրապես, այս փոփոխությունը ավելացված արժեքի հարկ վճարողների համար ոչ մի բան չի փոխում։ Սակայն եթե կոմիսիոներ գրախանութը ավելացված արժեքի հարկ վճարող է, իսկ գիրք արտադրող մատակարարողը հարկ վճարող չէ, օրինակ փոքր հրատարակչություն է, ապա ավելացված արժեքի հարկի փոփոխության պատճառով նույն գրքից հարկ է գանձվում երկու անգամ։ Նշված նամակի հեղինակները մասնավորապես ընդգծում են. Հայաստանում փոքր հրատարակչությունների գրքերը վաճառվում են հիմնականում կոմիսիոն հիմունքներով։ Ավելացված արժեքի հարկ չվճարող հրատարակչության կոմիտենտի արտադրած եւ ավելացված արժեքի հարկ վճարող կոմիսիոներ գրախանութի հետ պայմանագրով վաճառվող գրքերը անմիջապես թանկանում են 20%-ով, քանի որ ավելացված արժեքի հարկ վճարող գրախանութները ստիպված լինելով վճարել կոմիսիայի հանձնված ապրանքի գրքի վաճառքից 20% նոր լրացուցիչ վաճառքի հարկը կոմիտենտից պահանջում են բարձրացնել գրքի արժեքը 20%-ով եւ ավելացնել իրենց գանձույթին։ Օրենքի փոփոխությունը փաստորեն իջիկ է դարձնում ավելացված արժեքի հարկ վճարող փոքր հրատարակչությունների գրքերի վաճառքի ազատումը ավելացված արժեքի հարկից։ Ավելին, փոքր հրատարակչությունները ավելի վատ պայմաններում են հայտնվում, քան եթե լինեին ավելացված արժեքի հարկ վճարող, քանի որ չեն կարող հաշվանցել գիրք արտադրելու շղթայում ուրիշներին վճարված ավելացված արժեքի հարկը։ Օրենքի փոփոխության արդյունքում հարկ չվճարող փոքր հրատարակչությունների գրքերի վաճառքից երկակի հարկ է գանձվում։ Նամակի հեղինակները նաև ընդգծում են. ներկա պայմաններում, երբ հանրապետությունում մնացել են ընդամենը մի քանի գրախանութ եւ կտրուկ պակասել է փոքր հրատարակչությունների գործունեությունը, լրացուցիչ հարկը լիովին կվերացնի գիրքը գրքի քաղաք Երևանում եւ ամբողջ Հայաստանում։ Եվ 2012 թվականին գրքի տարվա վերջում Հայաստանում ոչ գրախանութ կմնա, ոչ էլ հրատարակչություն։ Բնականաբար, հրատարակիչները գիրք տարածողների ասոցիացիան առաջարկում են վերանայել նշված մոտեցումը, օրենսդրական նոր փոփոխություն կատարել։ Ակամայից հարց է ծագում, եւ ինչ է հարցի արժեքը։ Ինչ կարող է շահել պետական բյուջեն այդ լրացուցիչ հարկումից։ Հրատարակիչները չեն ալարել, հաշվել են եւ ինչ։ Եվ այն, որ ընդամենը 30 միլիոն դրամի հարց է, պատկերացնում եք, մոտավորապես թեթև կերած խմած ջիպի փող։ Արժե 30 միլիոն դրամի համար նման խնդիր հարուցել, որի հետևանքները դժվար է միայն նյութապես չափել։ Ամեն դեպքում հուսանք, որ ողջախոհությունն այնուամենայնիվ կգերակայի եւ կվերանայվի խնդրահարույց դրույթը։ Սիրելի ունկնդիրներ, եկեք այսօր ընթերցենք Դերենիկ Դեմիրճյանի հայը էսսեն։ Արդյոք մի բան հասկանում եք հայից, որքան տարօրինակ, հանելուկային արարած, որքան խաբուսիկ, երևույթը ոչ ինքը, բայց եւ ինչ է ինքը, իր նկարագիրը, զուտ աշխատանք, որոնում ես իր ինքնությունը գտնում
բայց եւ իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր։ Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համար կառչեց նրան։ Որքան անհույս է թվում իր ապագան, բայց եւ որքան հուսացող է նա։ Ասենք, իր կյանքում երկու բան չտեսավ՝ մեկ բախտ, մեկ էլ հուսահատություն։ Ինչպես ճանաչես նրան, ինչպես չափես։ Իր չափը չափազանցն է։ Զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է։ Ահա, նայիր այս բեռնակրին, ինչ է սա, իսկական գրաստ։ Մեջքին մի սար բեռ, ճկվում է, մեջքը կոտրում, աշխատանք է կատարում, թե ինքնախորտակում։ Վրեժ ունի, ինչ է իրենից անելու։ Ում դեմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքան ուժ, որքան աշխատասիրություն։ Ապա տարտունը ծառա։ Ինչ է միտքը։ Մի փոքրիկ գումար շինե գնա դուքան բացանե։ Մարդը իր հացի եւ իր գործի տերն է ուզում լինել, եւ ոչ թե սրա նրա ծառան։ Եվ արդեն հայ նշանակում է տեր։ Բայց տեսել եք նրան, երբ գաղթական է, ինչ ծույլ մուրած կան։ Ամենաձեռնտու գործը տուր չի ուզի, ազգը տա ինքը ուտի, եւ սովից կմեռնի անխոս անխնա, կասես ջգրու։ Եվ սա այն գյուղացին է, որ երեք կատաղած, գազանացած հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում, ամենաչարքաշ անասունը իր արտի մեջ, այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե։ Բայց գնա իր խրճիթը, 1000 գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա է, ուտում են նրա հացը, ինչպես հայր Աբրահամի սեղանից։ Տեսել եք նրա բնակարանը, խլուրդի ծակուր, բայց անցիր նրա երկիրը։ Ինչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցությունն ես լսում, հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում մեջը աղոթելու։ Աղոթքել չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չի քարոզել ուրիշներին, եւ հավատալի բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, եւ այս չաղոթող ցեղի նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված։ Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն, ռամիկ է գերազանցապես։ Իր խրիմյան հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց։ Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգացու՝ անկեղծ լինել։ Այնքան անկեղծ է եւ միամիտ, որ անկասկածելի խորամանկև կեղծավորի տպավորություն է անում, մինչդեռ իր հարևանները այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն ցույց են տալիս, թե կացինով հարվածում են դիմացինին, հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին, ապա ճշմարտությունը, մտահոգվում է նա, դանդալոշ է եւ խոնար, իր սասունցի Դավթի նման եւ անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես։ Երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ եւ ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյիր կկողոպտվի, բայց եւ առհասարակ ինքն է քեզ բարեկամ, իսկ քո բարեկամությունը վանում է։ Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միայն սերը կարող է վաստակել, հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու, տաղանդ է իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ։ Եթե գժտվեց մեկի հետ, ողակալ է ինչպես ուխտ։ Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է, անկարգ է եւ անիշխանական, թե հասարակության, թե պետության եւ թե գաղափարների մեջ, իբրև ժողովրդական անմիաբան է, անտանելի խռովարար, ուր հեղափոխություն, այնտեղ հայություն, բայց իբրև ական ծայրահեղական է։ Իր կռիվը 3 ճակատի վրա էր միաժամանակ, շահի դեմ, սուլթանի դեմ, ցարի դեմ։ Ասենք, ամեն հայ մի փոքր շիրակացի է Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ եւ ինքն էր, որ չխրատվեց։ Ինչու է այսպես։ Ինչից է դժգոհ, ինչ է կամենում։ Ինչու է այսպես անհավասար, ներհագ, մաղձոտ, անչափելի իր վեհ թռիչքներում։ Երևի վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար եւ մեկուսանում է, որ նյութ է, դավե վնաս է։ Ոչ։ Հայի ամենամեծ առաքինությունն է սուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհի մեջ։ Այսպես է հայը, չի ուզում, որ իրեն դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ, նա մեկուսի է, խստակյաց, բարի եւ ազատասեր։ Երբ նայում եմ հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից, թպրտում է ընկնում քարի աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում, կերակուր ես մեկնում, չի ուզում, չի սիրում ոչ ստրկություն, ոչ երջանկություն, գերադասում է տառապանք եւ ազատություն։ Մաղձոտ է մեկուսի, բայց չունի մեկուսի ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։
Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից։ Ոչինչ չեմ ուզում ձեզանից, ասում է իր նեղիչներին։ Ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացեք, ապրեցեք խաղաղ եւ երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ ազատությունը։ Մեծի տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը վերջերս տված հարցազրույցում, որին ծանոթացանք Անտիլիասի պաշտոնական կայքեջում, անդրադարձել է հայ ժողովրդի ու նաև իր կյանքում գրքի ունեցած դերին ու նշանակությանը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Արամ առաջին կաթողիկոսի այդ հարցազրույցից։ Անցնող 10 տարիներու ընթացքին մենք փորձեցինք յուրաքանչյուր տարի մեր կյանքին առնչված արժեքիմը, երևույթիմը մասին խոսիլ եւ զայն դարձնել լուսարցակը մեր կյանքին, մեր մտածողության, մեր փորձին որպես հայ եւ որպես եկեղեցի եւ որպես ասկ հավաքականություն։ Այս տարի հայքիրքն է լուսարցակը մեր մտածողության։ Հայքիրքը մեզի համար սովորական երևույթ չէ։ Հայքիրքը մեզի համար սովորական իրականություն չէ։ Տարբեր խոր, տարբեր բնույթ, տարբեր իմաստ, տարբեր արժեք, տարբեր նպատակ ունի հայքիրքը։ Սրբազան իրականություն է։ Եվ ճիշտ անորամար մեր ժողովուրդը հին թարերեն սկսյալ բարձրակույն աստիճանի նախանցախնդրությամբ, երկյուղածությամբ մոտեցած է հայ կրկին։ Եվ ես կուզեմ, որ միշտ այդպես լա։ Այս տարի մենք հայ կրկին հրադարագության, առաջին հայ կրկին հրադարագության 500-ամյակին առիթով ուզեցինք, որ մեր ժողովրդի բոլոր զավակները անգամ եւս անդրադառնան հայ կրկին առանցքային կարևորության, հայ կրկին ունեցած սրբազան արժեքին մեր կյանքերս։ Յուրաքանչյուր հայ մարդուն համար, ինչպես ասի եւ գնդկձեմ, հայ քիրքը տարբեր դեղ ու թեր պետք է ունենա իր անհատական եւ թե մեր ժողովրդի հավաքական կյանքերից։ Եվ ճիշտ անոր համար այս տարվան ընթացքին իմը սպասումս է, որ մեր քաղուտներենս յուրաքանչյուր կազմակերպություն, եկեղեցի, դպրոց, միություն, ընտանիք, կառույցներ տեսնեն, թե ինչ ձևով կրնան վեր արժևորել հայ կրկին եզակի թերը մեր ժողովրդի կյանքերս։ Ինչպես ասի եւ ինչ ասեմ, հայ քիրքը արժեք։ Կաթողիկոսարաններն ներս եկեղեցին հետո ինձ համար ամենանվիրական վայրը այս վայրն է, նայեցեք։ Այս քրկերով շրջապատված։ Եվ ես կսիրեմ միշտ այսպես շրջապատված լինել։ Ես իմ ամբողջ կյանքիս ընթացքին քրկերով շրջապատված եմ։ Այս քրկերը դեկոր չեն, ծևի համար չեն տրված։ Այս քրկերը երբեմն հուշարարներ են, երբեմն ուղիչ են, երբեմն հիշեցում կկատարեն, երբեմն հրավեր կուղեն։ Այս քրկերը պետք է ներկայություն դառնան մեր ժողովրդի կյանքին։ Ինձ համար ամենասիրելի բարեկամներս քրկեր եղած են։ 10 տարեկան սկսյալ ես քիրք հավաքած եմ։ Այս քրկերում մեջ կտեսնեք իմ 10 տարեկան սկսյալ իմ ունեցած քրկերս։ Մարդու տարիքին հետ քիրքն ալկաչի եւ քրկով մարդը կգազմավորվի, կթաստիարակվի։ Քիրքը կարևոր է։ Մեր ամենասիրելի ընկերը, բարեկամը, ուղեկիցը, կորձագիցը պիտի ըլլա քիրքը։ Սա ցեվական բան չէ, սկացական բան չէ։ Մեր ժամանակին, երբ որ մենք աշակերտ էինք, հատուկ սերմը, երկյուղածություն ունեինք քրկին նկատմամբ։ Ես այսօր ամենից կհիշեմ, քաղաքի մեջ մեկ երկու գրավաճառներ կային, Բուրչամուտ եւ քաղաք։
Ոնգերտային որպես աշակերտ տեսնում համար թե ինչ նորություններ կան, ինչ նոր հրատարակություններ կան։ Գվճարեին, կքնեինք։ Այսօր ես այս երևույթը մեր կյանքեն ներս չեմ տեսնել դժբախտաբար։ Բնականաբար կոմպյուտերը կարևոր է։ Շատ մփաներանով միջոցով գնենք։ Ես ունիմ սեղանիս վրա կոմպյուտեր։ Սակայն քիրքը դարբեր իմաստ ունի, դարբեր նշանակություն ունի։ Քիրքերով պետք է մենք լեցնենք շրջապատին, որովհետեւ քիրքերով լեցնենք մեր կյանքը, քրքերով գազմագորվենք, քրքերեն եկող ոգիով, շունչով, դեսիլքով, մտածողությամբ պետք է մենք գազմավորվենք, թաստիարակվենք։ Այսօր մեր եկեղեցիներեն ներս, մեր դպրոցներեն ներս, մեր միություններեն ներս ես կտեսնեմ որոշ նահանջում հայ քրքի նկատմամբ։ Պետք է այս ընթացքը շրջել։ Քիրքը պետք է վերադարձնել մեր կյանքին, անավատ հայ քիրքը։ Մեր կյանքին կարևոր արժեքները մեկը պետք է դարձնել հայ քիրքը։ Եվ ճիշտ անոր համար այս տարի, երբ որ մենք հայ քրքի տարի հռչակեցին, սովորական բան չի ասի։ Բարձրս հայ քրքի դպակության 500-ամյակը չէ որ կնշենք։ Մենք ամեն տարի հայ քրքի ցուցահանդես կազմակերպենք։ Ու միշտ այդ այետով կհիշեցնենք մեր ժողովրդի զավակներուն, հայ հոգևորականին, հայ աշակերտին, հայ ուսուցչին, հայ մտավորականին, հայ ծնողքին, հայ մարդուն, թե հերու հայ քրքեն մեր կյանքը պիտի ջահճանա, հոգևոր, մտավորական, մշակութային, քաղաքական, ազգային, հայրենասիրական իմաստով, ամեն իմաստով։ Այսպես եղած է հայ քիրքը պետք հայաբահբանման, հայագերդումի կարևոր աղբյուր եղած է հայ քիրքը։ Հայ քիրքը պետք է մեր կյանքին մայր էջին վրա գտնվի եւ ոչ թե լուսանցքի վրա։ Մենք դրացենք լուսանցքին վրա։ Այս է որ մենք պետք է կատարենք։ Եվ մեծ Իտալիգիլիգիո կաթողիկոսությունը իր առաքելության կարևոր երեսներեն մեկը կնկատ է հայ քիրքը։ Ինչպես գիտեք, մենք հայ քիրք կդվենք, հրատարակչական հիմնադրամներ ունենք եւ կքաչալերենք, որ հայ քիրք կրվի եւ կփորձենք հայ քիրք տարածել։ Այստեղ գուզեմ նաեւ ուրիշ հարց արձարծել։ Չի բավեր միայն հայ քիրք տվել կամ հայ քիրք գրել։ Հիմնականը հայ քիրքը մեր ժողովրդին տանիլն է եւ հոս դժբախտաբար մենք լուրջ դժվարություններու դիմաց կգտնվենք։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդումն ավարտվեց։ Մինչ նոր հանդիպում Արմ ռադիոյի եթերում։